Բարի օր, այսօր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ խոսելու ենք համընդհանուր առողջապահական ապահովագրության թեմայից։ Երրորդ փորձից նոր հաջողեց, որ համակարգը պիտի գործի ձեր խոստմամբ։ Նախ ասեմ, որ առաջին հայեցակարգերը, առաջին փորձերը առողջության ապահովագրության ներդրման սկսել են 90-ականների սկզբից եւ երբ թե բոլոր կառավարությունները ընդունել են որոշումներ հայեցակարգային մակարդակով, բայց ցավոք սրտի անընդհատ հետաձգվել է եւ երբ որ մենք 23 թվականին ընդունեցինք կառավարության որոշմամբ հայեցակարգը, այո, ճիշտ եք ասում, որ ներդրման ժամկետների մասով մենք կարելի է ասել 1 տարի, 1.5 տարի հետո սկսեցինք այն ժամկետից ինչ որ դրել էինք, բայց պիտի հասկանանք, որ սա շատ լայնածավալ, բարդ, բազմաթիվ շերտեր պարունակող բարեփոխում է եւ ըստ էության թե գործ ունենք ահռելի ֆինանսական միջոցների հատկացման հետ, գործ ունենք բժշկական կենտրոնների հետ նախորոք տարվող աշխատանքի, սա վերաբերվում է լիցենզավորման համակարգերի վերանայման, ենթակառուցվածքների, որակի համակարգերի ներդրման, այսինքն նախապատրաստական առումով ահռելի աշխատանք է կատարվել։ Եվ այո, մեկնարկը տալիս ենք 2026 թվականից, ես կարծում եմ, որ այնուամենայնիվ սկսելու քաջությունը եւ քաղաքական կամքը իսկապես անհրաժեշտ եւ կարեւոր բան են եղել, որ գնանք առաջ։ Առաջին պահումն աշխատավարձից երբ է լինելու եւ ինչ թվի մասին է խոսքը եւ քաղաքացին ինչպես է իմանալու, որ ինքն ընդգրկված է այդ փաթեթում, ինչ ծառայություններից է օգտվելու, որքան վճար կա հատկացված իր համար։ Օրենքը 3 տարվա փուլային ներդրման ընթացք ունի, առաջին մեկնարկային տարին 2026 թվականի հունվարի 1-ն է եւ այս փուլից ներառվելու են համակարգում 2 խումբ քաղաքացիներ։ Առաջինը պետության կողմից ապահովագրվողներ, նրանք մինչև 18 տարեկան 65+ տարիքի անձինք եւ 18-ից 65 տարեկան հաշմանդամության կարգ եւ սոցիալական անապահովության բալ ունեցող 28 բալից ավել ունեցողներն են։ Նրանք մինչև դեկտեմբերի 20-ը արդեն մենք կունենանք հաստատված ցանկերը, նախորոք ճշգրտված եւ մինչև հունվարի 1-ը արդեն կտեղեկացնենք քաղաքացիներին, որ նրանք հունվարի 1-ից ընդգրկվելու են ապահովագրության համակարգում, հանդիսանալու են պետության կողմից ապահովագրվողներ եւ ռեգիստրում արդեն կլինեն։ Հաջորդ խումբը ուրեմն ապահովագրավճար վճարողներն են, նրանցից էլ պետք է շեշտադրենք, որ առաջին տարում ներառվելու են 200,000 դրամից ավել աշխատավարձ ստացող անձինք։ Շեմը 200,000 դրամը մենք որոշելու ենք նոյեմբեր ամսի աշխատավարձից ելնելով, այսինքն եթե ձեր աշխատավարձը նոյեմբեր ամսին 200,000 դրամը հատել է, այսինքն 200,001 դրամ է, արդեն դուք ներառվելու եք ապահովագրական համակարգում։ Եվ առաջին մեկնարկային ամիսը հունվարի 1-ն է, այսինքն ամսի 1-ից դուք արդեն այս խմբի անձինք ապահովագրված կլինեն։ Առաջին վճարման ամսաթիվը մինչև հունվարի 20-ն է եւ գործատուները պետք է նրանց փոխարեն վճարեն ապահովագրավճարը։ Այսինքն դեկտեմբերից արդեն պահում աշխատավարձի հունվար ամսին մենք գիտենք, որ ամեն ամիս վճարվում է նախորդ ամսվա աշխատավարձը, այսինքն հունվար ամսի վճարվող ապահովագրավճարի համար պահումը կկատարվի դեկտեմբեր ամսի աշխատավարձից։ Եվ ինչ հաշվարկներով էիք ասում, որ 300 դրամ է լինելու պահումը։ Ուրեմն բաժանենք 3 խմբի աշխատավարձի չափից կախված 200-ից մինչև 500,000 դրամ աշխատավարձ ստացողների համար ապահովագրավճարը ընդհանուր առմամբ կազմելու է 10,800 դրամ ամսական։ 10,800 դրամից պետությունը ոչ սոցփաթեթի շահառուների համար սուբսիդավորել է 6,000 դրամը։ Սա այն սոցկրեդիտների գումարն է, որը պետությունը ոչ թե կվճարի 2027 թվականին, այլ 2026 թվականին, հենց կոնկրետ այդ տարում, արդեն ամեն ամիս կսուբսիդավորի 6,000 դրամը։ Սոցփաթեթի շահառուների համար այս 6,000 դրամը գիտեք, որ նրանք ստանում են նաև սոցփաթեթի համար եւ նաև կուտակվում են այս գումարները։
Նրանք եւս այդ 6000 դրամը կարողանալու են ուղղել առողջության ապահովագրությանը։ Հիմա երբ որ հանեցինք արդեն, մնացած գումարից 4800 դրամից 4500 դրամը կկազմի զինապահին ուղղվող գումարների խնայողությունը։ Մենք այսօր այդ գումարները վճարում ենք, սակայն հունվարի 1-ից հնարավորություն ենք ունենալու դա խնայել եւ ուղղել առողջության ապահովագրությանը։ Ստացվում է, որ 10800-ից հանում ենք 6000 դրամ, հանում ենք 4500 դրամ, ստացվում է, որ քաղաքացու կողմից աշխատավարձից վճարվող մասը կազմելու է 300 դրամ։ Հաջորդ խումբը։ Սա ավտոմատ է արվելու, թե քաղաքացին ինքն է այդ փոխանցումներն անելու։ Գործատուներն են իրականացնելու, միայն սոցփաթեթի շահառուները մեկ անգամ պետք է դիմում գրեն, որպեսզի այս գումարները, որ սոցփաթեթի փոխարեն, իրենց բանկային հաշվի նստելու փոխարեն, նստի առողջության ապահովագրությանը։ Նրանք կունենան զինապահ հիմնադրամից խնայողություն 7500 դրամի չափով եւ այս գումարը արդեն կգնա առողջության ապահովագրությանը։ Մնացած հատվածը նրանք աշխատավարձից կվճարեն, սակայն 2027 թվականի ընթացքում սոցկրեդիտներով եւս 4000 դրամի չափով հետ վերադարձ կստանան։ 500,000 դրամ եւ ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիների արդեն դեկտեմբերի աշխատավարձից որքան է պահվելու։ 4000 դրամի կարգ է պահվելու, սա էլ նրանք կստանան հետ վերադարձը արդեն 2027 թվականին, ինչպես ասեցի, սոցկրեդիտի հետ վերադարձով։ 1 միլիոնից ավել աշխատավարձ ստացողների համար զինապահ հիմնադրամի վճարները չեն փոխվելու, նրանք շարունակելու են 15000 դրամը վճարել, այսինքն այս մասով խնայողություն չի լինի եւ նրանք ամսական 10800 դրամը կվճարեն, բայց ելի 2027 թվականին 4000 դրամի հետ վերադարձ կստանան։ Օրինակ հունվարի 1-ից սկսում ենք օգտվել։ Սովորաբար մարդիկ գնում հիվանդանոցում են տեղեկանում կամ պոլիկլինիկայում։ Ես օրինակ ինչպես եմ տեղեկանալու, այդ առաջին քայլերը որն է լինելու։ Կարիքի դեպքում ինչից ենք սկսում, երբ է ցանկը վերջնականապես հրապարակվելու, որ ծառայության դիմաց ինչքան է պետությունը վճարում եւ լինելու է, ինչպես ձեզ կառավարության նիստի ժամանակ վարչապետներ հարցնում, լինելու են դեպքեր, երբ հիվանդանոցում մարդուն ասելու են կա ապահովագրություն, բայց դու ավելին էլ պիտի վճարես, ու այսքան էլ պիտի վճարես։ Ենթադրում եմ դա համավճարի մասին է արդեն խոսք գնում։ Այո, մեր ապահովագրական փաթեթը ամեն ինչ չի փակում եւ ծառայությունների մասով էլ լինելու են համավճարներ։ Եվ այս ամբողջ ինֆորմացիան հասանելի է լինելու Արմետ հավելվածով եւ կայքում։ Ամեն մարդ ունի իր օգտահաշիվը եւ այդ Արմետ հավելվածում տեսնելու է թե ծառայությունների ցանկը, թե իր կցագրման պոլիկլինիկան եւ դա էլ կարողանալու է հենց Արմեդում փոփոխել, որ բժիշկի մոտ է ուզում կցագրվել։ Մենք պիտի առողջապահական կազմակերպություններ դիմելու 3 ուղի տարբերակենք։ Առաջինը դա շտապ անհետաձգելի դեպքերն են, երբ որ կարիք է լինում միանգամից հիվանդանոցային բուժօգնության, էմերջենսի ծառայությունն է, որը եւս էլի դիմում ենք բժշկական կենտրոն, եւ պլանային դեպքերն են, երբ որ անձը ունի որոշակի գանգատներ, պետք է մոտենա պոլիկլինիկա, ամբուլատորիա եւ ուղին սկսվում է այնտեղից։ Արդեն ընտանեկան բժիշկ, թերապևտ եւ մանկաբույժը կուղղորդեն հաջորդիվ բուժօգնություն ստանալու։ Որ հիվանդությունների դեպքում է ծախսը 100% փակելու ապահովագրությունը ու նաև քաղցկեղի բուժման անհրաժեշտ ամբողջ ծածկույթը փակվում է, թե ինչ որ բան դեռ դուրս է մնում։ Քաղցկեղի մասով վիրահատական միջամտությունները սահմանված են վիրահատություններ եւ գներ, կոնկրետ փոխհատուցման գներ, դեղորայքի մասով տարեկան մինչև 1.200.000 դրամի ենք փոխհատուցելու։ Իհարկե նորից եմ կրկնում, լինելու են նաև որոշակի համավճարներ։ Օրինակ ճառագայթային բուժօգնության պարագայում մենք հաշվարկել ենք միջին սեանսների թիվ։ Դրանից ավել սեանսները եւս լինելու են օրինակ համավճարով։ Եվ սա է մեր հիմնական սկզբունքը, որ պետք է լինել իրատեսական եւ այն հաշվարկները, որ մենք ստացել ենք 129600 դրամի շրջանակներում, մեզ թույլ չեն տալիս փակել ամեն ինչ եւ ես ձեզ ասում եմ, որ գրեթե հիմնական երկրներում
բազային պետական կամ բազային ապահովագրական փաթեթները փակում են առաջնահերթ կարիքները։ Տիկին Ավանեսյան, ստացվում է այնպես, որ այսպես թե այնպես որոշ խմբեր հիմա օգտվում էին պետպատվերի ծառայություններից, այս խումբը ուղղակի տեղափոխվում է առողջապահական ապահովագրական փաթեթ։ Առաջին փուլով, այսինքն խոշոր հաշվով քննադատությունները նաև դա է, որ ոչինչ չի արվում, որովհետև մի խումբ գալիս է լրիվ ուրիշ համակարգ, մի համակարգից մի համակարգ։ Դե գիտեք, մենք կարող էինք իհարկե սպասել պետպատվեր չներառել, օրինակ երրորդ կարգի հաշմանդամների դեղորայքային սպասարկումը, ասել, որ սպասենք 2026-ից, որ ձեր վրա զգաք տարբերությունը, բայց սա չի եղել մեր քաղաքականությունը։ Մենք մինչև ապահովագրությունն էլ պետական միջոցների ընդլայնման շրջանակներում անընդհատ մեծացրել ենք փաթեթը պետական պատվերի։ Բայց ապահովագրական փաթեթը նախ շատ ավելի ընդգրկուն է, երկրորդը դրանք փոխհատուցման գները վերանայվել են, երրորդը այլևս չունենք խառը տիպի ծառայություններ կախված շահառուներից, խմբերից, որպիսի մարդկանց համար էլ անընդհատ շփոթության տեղ տա, թե երրորդ կարգի հաշմանդամին այս ծառայությունը հասնում է, թե չի հասնում։ Երկրորդ կարգի հաշմանդամին հասնում է այդ ծառայությունը վիրահատությունը, բայց օրինակ բժշկական նշանակության պարագան չի հասնում։ Եվ այստեղ է, որ ունիֆիկացվել է փաթեթը, այն ավելի դարձել է ընդգրկուն եւ մյուսը փոխհատուցման գներն են վերանայվել։ Սա է փոխվելու, իսկ սա ահռելի փոփոխություն է։ Էլեկտրոնային դեղատոմսի համակարգը կարծես այդպես էլ չի գործում, որոշ փորձագետների պնդմամբ ավելին տապալվել է, դեղատները դեռ շարունակում են առանց դեղատոմսի վաճառել արգելված դեղերը։ Ապահովագրությունն ավելի մեծ ռեֆորմ է։ Ինչ վստահություն կա, որ այս նույն ճակատագրին չի արժանանալ։ Տեսեք, այն, որ 100%-ով չի հետևում հակաբիոտիկների կամ այն խմբերի դուրս գրումը դեղատնից, այո, այդպես է, ցավոք սրտի, բայց մենք հասկանում ենք, որ որևէ բարեփոխում նման ծավալի չի կարող չունենալ ընթացիկ դրան, այսպես այդ շրջանակի մեջ չմտնող վարքագիծ։ Բայց ես ուզում եմ նշել, որ մենք գնացինք էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման նաև այս համակարգին պատրաստվելու։ Մենք այսօր չի կարող լինել փոխհատուցվող դեղ, որը դուրս է գրվում առանց էլեկտրոնային դեղատոմսի, որովհետև եթե դեղատունը բաց թողնի առանց էլեկտրոնային դեղատոմսի, ապա այդ դեղի դիմաց վճար չի ստանա։ Դեղատունը չի ստանա վճար։ Դեղատունը չի ստանա։ Այսինքն համակարգը ներդրված է եւ ամբողջովին տեխնիկական բոլոր առումներով այսօր էլ աշխատում է եւ պետական պատվերի շրջանակներում դուք չեք կարող ստանալ դեղ առանց էլեկտրոնային դեղատոմսի, թե պոլիկլինիկայի կողմից դուրս գրված եւ թե դեղատանը բաց թողված, եւ սա է լինելու այն հիմքը, որ ապահովագրությունը եւս աշխատելու է միայն էլեկտրոնային դեղատոմսով եւ չի կարող չաշխատել, որտեղ նորից եմ կրկնում, դեղատունը չի ստանա փոխհատուցում, եթե դուրս չգրի էլեկտրոնային դեղատոմս։ Հայկ Սմբատյանը հարցնում է, հիմա այնքան հերթեր են գրանցվելիս պոլիկլինիկաներում, որ հնարավոր է 1-ից 2 ամսից հերթը հասնի կոնկրետ բժշկի հիվանդանոցում։ Ու սա այն պարագայում, երբ դեռ մեծ մասն օգտվում է վճարովի ծառայությունից։ Ապահովագրության ներդրումից հետո օգտատիրոջ եւ դուք եք դա նշում, որ մեծ հոսք է լինելու առաջնային օղակ պոլիկլինիկաներ։ Արդյոք պատրաստ են իսկապես պոլիկլինիկաները դիմակայել այս մեծ հոսքին եւ արդյոք բուժարու չի գնալու եւ այստեղ խնդիրների առաջ չի բախվելու, ասի օրինակ ապահովագրությամբ ես կարող եմ օրինակ MRT-ից օգտվել, պոլիկլինիկայում էլ ասում են դե դրա կարիքը չկա։ Այս վեճերը ինչպես է հարթվելու։ Դե սա վեճ չի, եթե ուրեմն առաջնային օղակի բժիշկը ցուցում չի տեսնում MRT հետազոտության, ուրեմն դրա կարիքը չկա։ Եթե դուք գոհ չեք ձեր բժիշկից, ուրեմն պետք է փոխեք ձեր բժիշկին։ Բայց իհարկե հերթեր լինելու են վստահաբար, բայց այստեղ էլ պիտի տարբերակենք։ Հերթերը լինում են պլանային դեպքերի համար եւ սա նորմալ ընթացակարգ է։ Իսկ անհրաժեշտ շտապ օգնությամբ իհարկե հերթեր չեն կարող լինել։ Եվ ոչ էլ պոլիկլինիկա են գնում, չէ՞, շտապի դեպքում։ Եվ ոչ էլ պոլիկլինիկա են գնում, եւ եթե դու ուզում ես, որ անպայման քո ուզած բժշկի մոտ ունենաս ժամ, այո, գուցե հերթ էլ կանգնես, որ հենց այդ բժշկի մոտ ունենաս ժամ։ Բայց սա որոշակի առումով, տեսեք, մենք խոսում ենք արդեն հաջորդիվ էտապների մասին։ Մենք երկար տարիներ Հայաստանում խնդիր ունենք
հասանելիության, ուղիղ հասանելիության, այսինքն ոչ թե որ ես այսօր ուզեմ ու այսօր գնամ բժշկի, սա է մեր խնդիրը, այլ որ ես կարիք ունեմ բժշկի եւ հնարավորություն ունենամ բժշկին հասնելու, հետազոտություն ստանալու, վիրահատություն ունենալու եւ ինչքան էլ որ այսպես շատ կոպիտ չհնչի, չմահանալու, հաշմանդամություն ձեռք չբերելու։ Այսինքն այո, ժողովուրդ ջան, մենք պիտի առաջին մեր խնդիրները լուծենք, այնուհետև կարողությունները կլայնանան եւ շուկան շատ արձագանքող է, եթե կա պահանջարկը, վստահաբար դրա առաջարկն էլ ձևավորվելու է։ Այսինքն պոլիկլինիկա գնալու են պլանային դեպքերում։ Այո, պլանային դեպքերում եւ լինելու են։ Այո, կարող են լինել։ Իհարկե լինելու են նաեւ այնպիսի պոլիկլինիկաներ, որ շատ արագ կկարողանան ադապտացվել նոր ուրեմն ընթացքներին եւ ես ճիշտ ասած առաջին 1-2 ամսից հետո հերթերի մասով էլ կարծում եմ շատ կառավարելի է լինելու։ Լիլիթ Պողոսյան, եթե մարդը չի աշխատում եւ թոշակառու չէ, ասում է ինքն ինչպես է կծվում պարտադիր ապահովագրությանը չունենալով եկամտի աղբյուր եւ ինչպես են հաջորդ հարցը մյուս օգտատերը, ինչպես ու ինչ սահմանաչափի ծառայությունից են օգտվելու թոշակառուները, ներառյալ դեղերը։ Փաթեթը միասնական է, նույնական է բոլորի համար, այսինքն անկախ նրանից, որ խմբի քաղաքացի է, օգտվելու են նույն փաթեթից։ Եվ իհարկե այնտեղ կան որոշակի տարիքային շրջանակներ, օրինակ սկրինինգային ծրագրերի համար։ Պարզ է, որ որոշ սկրինինգներ մանկական բնակչության համար են, որոշները միջին տարիքի եւ այստեղ են միայն տարբերությունները, բայց փաթեթը նույնական է։ Հաջորդիվ, եթե անձը այս պահին գրանցված աշխատակից չէ եւ 200,000 դրամից ավել աշխատավարձ չի ստանում, ապա 26-ից վերջին ներառվում, նրանք կներառվեն 2027-ից գրանցված աշխատողները եւ 2028-ից մնացած բոլորը։ Եթե անձը հետագայում չունենա գրանցված աշխատանք, ապա ինքը պետք է վճարի իր ապահովագրավճարը, ինքը վճարի հիմնադրամին։ Այսինքն այն ինչ որ այսօր մեր հարկային գործակալը գործատուն է անում, ինքը կվճարի հիմնադրամին։ Եվ եթե թոշակառուների դեպքում ըստ էության 65+-ը պետության կողմից է ուրեմն ապահովագրվելու եւ իրենք օգտվելու են այս փաթեթից առանց լրացուցիչ խնդիրների։ Այո, նրանց փոխարեն պետությունն է վճարելու 65+-ի համար։ Կարեն Թովմասյանը հարցնում է, գործազուրկների համար ինչ լուծումներ են լինելու, եթե մարդը մի քանի ամիս աշխատանք չի գտնում, հազիվ ծայրը ծայրին է հասցնում, ինչպես է ապահովագրության համար վճարելու։ Այստեղ էլ եթե անձը ինչ որ մի աշխատանքից դուրս է եկել, ապա գրանցվում է ժամանակավոր անաշխատունակության ուրեմն համակարգում եւ որոշակի աշխատավարձ է, աշխատավարձ չէ, այլ ինչ որ մի գումար է ստանում այն ամիսների համար, ինչեւ որ աշխատանք է փնտրում։ Եվ այդ ամիսների ընթացքում էլ ինքը պետք է վճարի, շարունակի իր վճարումները կատարել։ Մեր համակարգի սկզբունքը այն է, որ եթե անձը 18 տարեկանից բարձր է, 65 դեռ չկա, հաշմանդամ չէ, սոցանապահով չէ, ապա ինքը պետք է վճարի իր ապահովագրավճարը։ Բայց եթե գործազուրկ է, չունի աշխատանք, ինչպես է վճարելու։ Եթե անձը գործազուրկ է, աշխատանք չունի, ապա պետք է գրանցվի սոցիալական անապահովության համակարգում եւ սրա շրջանակներում պետությունը որպես սոցիալական երաշխիք ուրեմն նրան կներառի համակարգում, բայց այդպիսի կատեգորիա, որ ես չեմ աշխատում, սոցիալապահով չեմ, հաշմանդամ չեմ եւ այս տարիքի եմ, նման կատեգորիա չկա սուբսիդավորվող։ Այս մարդիկ ոնց ուզում են անել, իրենք են լուծելու իրենց ապահովագրավճարը։ Հիմա հաջորդ օգտատերը ասում են, լսել եմ, որ եթե հիմա աշխատում ես եւ վճարվում, աշխատանքից ազատվելուց հետո էլ պետք է շարունակես վճարել։ Եթե անձը արդեն ներառվում է ապահովագրական համակարգ, նա համակարգի մեջ մնում է 12 ամսվա ընթացքում։ Եվ երբ որ աշխատանքից դուրս է գալիս, ապա վճարման պարտավորությունը շարունակում է ինքը կրել, որովհետև համակարգից էլ է օգտվելու, շարունակելու է օգտվել այս համակարգից։ Կարող է այդ դեպքում հրաժարվել համակարգից։ Չի կարող հրաժարվել եւ պիտի շարունակի եւ վճարել եւ օգտվել, որովհետև ըստ էության, տեսեք, առողջապահական կարիքներն էլ չեն դադարում այն պահին, երբ որ մարդը աշխատանքից դուրս է գալիս, չէ, եւ դրանք շատ անկանխատեսելի են, որ պահին անհրաժեշտ կլինեն անձին։ Եվ ըստ մեր ուրեմն համակարգի կայունության ապահովման մենք պետք է այս ընթացքը պահպանենք
Քնարիկ Առաքելյանը հարցնում է, եթե մարդը չի ցանկանում ունենալ ապահովագրություն, կարող է շարունակել օգտվել իր մասնավոր ապահովագրական ծառայություններից։ Ոչ, սա պարտադիր ապահովագրական համակարգ է եւ պետք է ներառվենք բազային ապահովագրական համակարգում։ Հավելյալ մասնավոր ապահովագրական ընկերություններից իհարկե կարող են շարունակել օգտվել տարբեր փաթեթներով։ Փայլակ Թադևոսյանն ասում է, ընտանիքիս անդամի գործատուի տրամադրած ապահովագրության ընտանեկան փաթեթից են իրենք օգտվում, ուժի մեջ է մինչև հաջորդ տարվա հուլիսը։ Միաժամանակ աշխատում է որպես վարձու աշխատող, աշխատավարձն էլ 200,000-ից ավելին է եւ գրանցված է նաեւ որպես անհատ ձեռնարկատեր։ Ճիշտ է, որ 26-ի հունվարից պարտավոր է վճարել ամսական 10,800, ինչպես նաեւ որպես ԱՁ տարեկան 129,600։ Այսինքն հարցնում է, փաստացի կորցնում եմ գործող ապահովագրական փաթեթը վճարելով ընդհանուրի համար, որից 129,600-ը վերադարձվել է միայն 2027-ին։ Չի կորցնում, մասնավոր ապահովագրական ընկերության հետ պետք է վերանայել փաթեթը, շրջանակը, կարող է շարունակել նրանց հետ պլյուս ծառայությունների մոտեցմամբ նաև ընտանիքի անդամներին թողնել ապահովագրված որպես մասնավոր ապահովագրության շրջանակներում, բայց որպես վարձու աշխատող 26 թվականից, եթե բարձր է աշխատավարձը 200,000-ից, այո, պետք է ներառվի պետական ապահովագրական համակարգ։ Նույն հարցը Սուսաննան է հարցրել Տոնոյան, ովքեր արդեն ունեն ապահովագրություն, ինչ է լինելու իրենց դեպքում, օրինակով խոսենք, հա Տիկին Ավանեսյան, օրինակ 400,000 դրամի ապահովագրական փաթեթ ունեմ մասնավորից, ես թիվը պայմանական եմ ասում, բայց տարեկան մենք 129,600 համընդհանուրին ենք վճարելու, չէ՞։ Հիմա այստեղ ինչ է ստացվում, եթե այդ գումարը հանում ենք, մասնավորին դեպքում գումարը նվազում է ու գուցե մասնավորներն այդ նվազագույնով էլ չեն մատուցում ծառայություն, արդյոք այստեղ խնդրեմ չի առաջանում քաղաքացու համար։ Չի առաջանում, այո, պետք է վերաձևակերպվի պայմանագիրը եւ մասնավոր ապահովագրական ընկերություններն էլ իրենց հավելյալ փաթեթները կազմում են ելնելով բազային փաթեթից, ինչպես այսօր գործող պետական պատվերի համակարգից ելնելով են ձևավորել իրենց մասնավոր ապահովագրական փաթեթները։ Տեսեք, այսօր էլ օրինակ քրոնիկ դեպքերին հիմնականում մասնավոր ապահովագրական ընկերությունները ծածկույթ չեն ապահովում եւ այս բեռը փակվում է պետության կողմից պետպատվերի շրջանակներում, օրինակ շաքարային դիաբետի դեղեր եւ այլն։ Այստեղ ուղղակի մասնավոր ապահովագրական ընկերությունները պետք է վերաձևակերպեն փաթեթները։ 129,000 դրամի շրջանակներում պարտադիր ապահովագրավճարով կօգտվի բազային պետական ապահովագրությունից եւ դրան հավելյալ արդեն կօգտվի մասնավոր ապահովագրական ընկերության կողմից։ Աննա Նիկողոսյան, արդյոք մեզ զրկելու եք բժիշկ ընտրելու հնարավորությունից։ Ինքը ասում է իր պնդմամբ Հայաստանում գիտի թե ինչ վիճակ է, որոշ հիվանդությունների բուժման ճիշտ լուծումը գիտի ամեն 10 բժշկից միայն մեկը եւ օգտատերը վախենում է, որ նոր համակարգը թույլ չի տա իրեն դիմել այն բժշկին, որին վստահում են եւ դա կլինի աղետալի, այնտեղ շատ գրառումներ կար նաեւ, որ չեն վստահում պոլիկլինիկայի բժիշկներին, եթե պոլիկլինիկայի բժիշկը բաց թողնի ինչ-որ հիվանդություն, որ ունի մարդը, հետո հիվանդանոցում դա հաստատվի, այս վեճերը ինչպես է լուծվելու։ Տեսեք, եթե մենք խոսում ենք Հայաստանի առողջապահական համակարգի մասին, չէ՞, եւ դրան գնահատական տալը, այո, որոշակի առումով սուբյեկտիվ ընկալումներից է ելնում, բայց պիտի օբյեկտիվ պատկերը դիտարկենք։ Այսօր Հայաստանում կյանքի միջին տևողության ցուցանիշը տարածաշրջանում ամենաբարձրներից է։ Այսօր Հայաստանում մայրական եւ մանկական մահացության ցուցանիշները համադրելի են մեր տարածաշրջանի երկրների հետ։ Եվ այլն, եւ այլն, եւ այլն։ Սա խոսում է օբյեկտիվորեն մեր երկրի առողջապահական համակարգի վերաբերյալ։ Արդյոք մենք հասել ենք մեր երազած համակարգին? Իհարկե ոչ։ Մենք անընդհատ պիտի բարելավենք համակարգը, բարձրացնենք որակը, մասնագետների նկատմամբ պահանջները եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Բայց հարգելի քաղաքացիներ, գործընկերներ, պետք է խոսենք այսօրվա եղած համակարգի հասանելիությունը ապահովելու մասին։ Եվ սա է մեր ամենակարևոր նպատակներից մեկը։ Որևէ մեկը չի զրկելու ձեզ ընտրելու ձեր, նորից եմ կրկնում, կցագրման պոլիկլինիկան, պոլիկլինիկայի շրջանակներում ձեր նախընտրած բժշկին եւ հաջորդիվ էլ բժշկական որ կենտրոնից եք ուզում օգտվել եւ այդ կենտրոնում որ մասնագետից եք ուզում օգտվել։ Այստեղ էլ
ուրեմն նորից մենք որևէ մեկի ազատությունը չենք սահմանափակել։ Դիցուկ գնում են պոլիկլինիկա, ինձ ուղեգրում են հիվանդանոց, ասում են, որ այդ ծառայությունը այստեղ չկա, ձեզ ուղեգրում ենք հիվանդանոց։ Ուղեգրում ինչ է նշված լինում։ Ես արդյոք այդ ուղեգիրը վերցնում եմ, գնում եմ X հիվանդանոց եւ կարող եմ ասել, ես ուզում եմ այս բժշկի մոտ անցնել վիրահատություն կամ գուցե հետազոտություններ։ Ուղեգիրը բաց է, այսինքն դուք ուղեգրվում եք որոշակի ծառայություն ստանալու եւ այդ ուղեգրով ձեզ կարող են սպասարկել ապահովագրական պայմանագիր ունեցող ցանկացած բժշկական կենտրոն։ Դրանով որ կենտրոն ուզում եմ գնում եմ, որ բժիշկին այնտեղ էլ ստանում եք։ Լավ, իսկ դուք վստահեցնում եք, որ չեն լինելու բժիշկներ, որոնք հրաժարվելու են ընդունել ապահովագրությամբ պացիենտներին, որովհետև դա հիմա էլ կա, շատ բժիշկներ դժգոհում են, որ մասնավոր ապահովագրականները իրենց աշխատանքի կեսից էլ ավելի քիչ են վճարում իրենց, հետեւաբար նորություն չի, կարծում եմ դուք գիտեք, որ բժիշկներ կան, որ հրաժարվում են ուղղակի ընդունել ապահովագրությամբ բուժառուին։ Ես որևէ բան չեմ կարող բացառել, կլինեն նաև առանձին փոքր կլինիկաներ, որոնք եւս չեն ուզենա ընդհանրապես օրինակ ապահովագրական փաթեթներ սպասարկել։ Կարող ենք նման բան բացառել։ Իհարկե ունեն, չենք կարող բացառել։ Սա երկկողմանի համաձայնությամբ ձեռք բերվող ուրեմն պայմանագիր է եւ կլինեն արդյոք բժիշկներ, որոնք կսպասարկեն միայն այսպես կանխիկ արձեռն էս իմաստով վճարելով, այո, գուցե կլինեն, բայց նորից եմ կրկնում, մեր խնդիրը այսօր Հայաստանում ապահովել, որպեսզի անձը անհրաժեշտ բուժօգնությունը ստանա եւ դա հասանելի լինի, թե ֆիզիկապես եւ թե ֆինանսապես։ Մոտավոր ցանկ ունենք, թե Հայաստանում գործող մասնավոր ամենահայտնի խոշոր հիվանդանոցներից քանիսն է միացել ապահով, քանիսն է համաձայն աշխատել։ Դե ես ձեզ ասեմ, որ այսօր Հայաստանում գործող 90% բժշկական կենտրոններից պետական պատվեր սպասարկում է եւ այդ 90%-ից է վստահաբար 90%-ը ապահովագրական փաթեթ սպասարկելու է։ Հիմա բժիշկներից մեկը, այսպես է ներկայանում Facebook-ում դոկտոր Աննա, ասում է ապահովագրության մեջ մտնում է X քանակի բժշկական օգնություն, այսինքն այդ բոլորից բոլորը պիտի օգտվեն, թե ըստ անհրաժեշտության բժիշկն է ընտրելու։ Եթե հիվանդը ասում է ինձ հասնում է անվճար ռենտգեն, բժիշկը կարող է մերժել, եթե գտնի, որ անհրաժեշտ չէ, թե ինչ մտնում է ծառայության պարտադիրի տակ, պիտի մատուցի։ Չէ, իհարկե, հարգելիներս, այդպես չէ, եւ նորից եմ կրկնում, հնարավորությունը փաթեթի չի նշանակում, որ ես այդ փաթեթում ներառված ծառայությունը ինքս եմ որոշում, որտեղ ինչ պայմանով եւ ստանամ թե չէ։ Սա բժշկական ծառայության մասին է խոսքը։ Եվ ոչ միայն չի կարող բժիշկը այսպես բոլորի ցանկությունները իրացնել, նա պետք է գործի գործելակարգով։ Անձին կարող է նշանակվել կատե հետազոտություն, ռենտգեն հետազոտություն, եթե դա ուղիղ ցուցված է նրա ախտորոշմամբ, վիճակով, եւ սա պետք է հստակ հետևի, որովհետեւ եթե բժշկական կենտրոնը այս ուղեցույցերը, այս գործելակարգերը չհետևի, մենք նրա փոխհատուցումը չենք իրականացնի, եթե նշանակված հետազոտությունը կամ վիրահատությունը ցուցված չի եղել։ Որևէ ապահովագրական ընկերություն կփոխհատուցի, եթե բժիշկը հենց այնպես ուղարկի անձին հետազոտության, իհարկե ոչ։ Մենք ունենք փոխհատուցման գներ եւ վճարելու ենք ինչքան որ մեր հաստատված փոխհատուցման գներն է։ Թե արդյոք մասնավոր հիմունքներով կարող են այլ գներ լինել, այո, բայց ես մի բան էլ պիտի ասեմ, որ այսօր նաեւ մեր քաղաքացիները շատ դժգոհում են, որ որոշ կենտրոններ անհիմն բարձր արժեքներ են դնում հետազոտությունների, խորհրդատվությունների համար։ Արդյոք 15 րոպեանոց խորհրդատվությունը կարող է 20-30 հազար դրամ լինել, գուցե կարող է, եթե դրա համար վճարողը կա, բայց մենք այդ սկզբունքով չենք առաջնորդվում։ Մենք փոխհատուցման հստակ գներ ունենք եւ այո, մեր մասնագետներն էլ այս փոխհատուցման գների շրջանակներում, նաեւ հոսքի մեծացման պարագայում պիտի որ բավական նորմալ վարձատրություն ստանան։ Եվ վերջում վերադառնանք նորից թոշակառուներին։ Մարդը թոշակառու է եւ ինքը փաստորեն առաջին անհրաժեշտության բոլոր ծառայություններից անվճար օգտվելու է, ճիշտ է։ Այդպես չի կարելի ձևակերպել, պետք է ձևակերպել փաթեթում ներառված ծառայություններից օգտվելու հնարավորություն ունենալու է։ Եվ այս ծառայությունները, այո, մեր հաշվարկներով
անհրաժեշտ ծառայություններն են, որից այսօր ցավոք սրտի շատերը չեն կարողանում օգտվել։ Դրանք են սիրտանոթային հիվանդություններ, հետո Սիրտանոթային հիվանդությունների օրինակ դեղեր, միջամտություններ, հետազոտություններ, շաքարային դիաբետի, չարորակ նորագոյացությունների, այլ քրոնիկ վիճակների հետ կապված բուժ սպասարկումներ։ Փայլակ Թադևոսյան ասում է չկա որևէ հաշվարկ, թե նախատեսվող նույն ծառայությունների շրջանակներում գործող ապահովագրական ընկերությունները ինչ գումարի դեպքում կիրականացնեին բժշկական ապահովագրությունը, ասում է միգուցե այդ դեպքում կարող էր պարզվել, որ նախատեսվող համակարգի արդյունավետությունը կամ հիմնադրամի ներդրման անիմաստությունը կա։ Նկատի ունի այն ինչ դուք եք անում մասնավորն աներ։ Դե ինչ որ մեկը որևէ ժամանակում չէր բռնել որևէ մեկի ձեռքը հաշվարկ անելու, առաջարկ ներկայացնելու մեր խնդիրը դա չի եղել ուրիշների փոխարեն ինչ որ բան հաշվարկել։ Մենք ունենք հստակ նպատակ, դա մեր բնակչության առողջապահական ծառայությունները հասանելի դարձնելն է եւ հետեւում ենք այդ նպատակին։ Պետական ապահովագրական համակարգը 3-4 տարիների մանրակրկիտ հաշվարկները, կոնսուլտացիաները, համեմատությունները այլ երկրների հետ ցույց են տվել, որ այսօրվա ամենաօպտիմալ մոդելն է, որ Հայաստանը կարող է ունենալ։ Ինչու՞, որովհետև եթե մենք բաժանենք մեր բնակչության խմբերին տարբեր խմբերի, մենք չենք կարող ունենալ այս ապահովագրական փաթեթը այս գնով, դա անհնար կլիներ։ Ծառայությունների փաթեթը կտեսնենք դեկտեմբերին, այո, 20-ին մեր Արմետ հավելվածներում, իսկ այն մարդիկ, որոնք չունեն Արմետ հավելված, կայքում էլ տեղադրված կլինի Արմեդը նաև բացի հավելվածից ունի կայք։ Եվ ես նաև հորդորում եմ, որ մինչև այդ ներբեռնենք հավելվածը, որովհետև հավելվածը ցույց է տալու մեր հետագայում էլ ապահովագրության ժամանակ ինչ ծառայություն ստացանք, որտեղից, ինչքան փոխհատուցեց ապահովագրությունը եւ այլն մեր մասին առողջապահական տեղեկատվությունը մեզ հասանելի է լինելու այս հավելվածով։ Եվ եթե բժիշկները դա պատշաճ չլրացնեն, ապա կլինիկան չի ստանա փոխհատուցում։ Այն մարդիկ տարեց խմբերը, հա, որոնք դժվարություն ունեն այս համակարգից օգտվելու, պոլիկլինիկայից զանգահարելու են, հիշեցնելու են, կանչելու են իրենց, որ ասեն հարգելի քաղաքացի, սա անվճար է եւ այլն։ Այս բացատրական աշխատանքները ուղիղ ոնց է տարվելու։ Իհարկե մեծ աշխատանք ունենք անելու, որովհետև նույն 65+ տարիքի անձանց խումբը 400,000-ից ավել է։ Եվ մենք անելու ենք այս աշխատանքը, անհոգնել, ներկայացնելու ենք, տեղեկատվությունը շարունակելու ենք տրամադրել, բայց ինչ-ինչ պատճառներով, եթե անձը չի մտել, հավելված չունի եւ դեռ այսպես եկել է փետրվար ամիսը եւ կարիքը չի ունեցել օգտագործելու, առաջին նրա կոնտակտը պոլիկլինիկայի կամ հիվանդանոցի հետ այդ ժամանակ էլ կարվի աշխատանքները ուրեմն նրան համակարգ ներառելու համաձայնությունը վերցնելու մասով։ Նաև դեղեր կան, որի համար ամբողջությամբ չի վճարվելու, ճիշտ եմ հասկացել, որ քաղաքացին կարող է մի մասը ինքը վճարել։ Այո, այստեղ էլ մենք ունենալու ենք փոխհատուցման առավելագույն գներ եւ այո, կարող է քաղաքացին այնպիսի տարբերակ ընտրի դեղի, որ ինքն էլ պիտի հավելավճար ավելացնի։ Գումարը արձառընտրվում է նրան, մնացածը ինքն է շարունակում։ Ոչ, դեղատնից էլեկտրոնային դեղատոմսի հիմքի վրա նրան դուրս է գրվում դեղը, պետությունը վճարում է դեղատանը այդ դեղի արժեքը։ Ինքն էլ ավելացնում, ընտրում է իր ուզած գինը։ Շնորհակալ եմ, հուսամ, որ արդեն հունվարի 1-ից մարդիկ ցայտնոտի մեջ չեն հայտնվի եւ հստակ կիմանան ուր են գնում, ինչի համար պետությունն ինչ է վճարում եւ այլն, եւ դուք դա խոստանում եք։ Ինչը որ ցայտնոտի մեջ չեն։ Այո։ Ես կարծում եմ ցայտնոտի ընկնելու մեջ բան չունենք, խնդիր չունենք։ Այո, համակարգը նորից եմ կրկնում, շատ բազմաշերտ է եւ մենք էլ պիտի աշխատենք, որ մեր քաղաքացիները տեղեկացված լինեն։ Եվ վերջում մի ճշտում գործատուն ինքն է որոշում պահել ապահովագրի այն փաթեթը, որն ունի իր աշխատողների համար, թե նա դադարեցնում է, օգտվում է բազայից։ Եթե գործատուն է ապահովագրում իր աշխատողին։ Գործատուները կարող են շարունակել մասնավոր ապահովագրական ընկերություններից պլյուս փաթեթները իրենց աշխատակիցների համար առնել, այստեղ էլ որևէ սահմանափակում չի լինելու։ Շնորհակալ եմ։ Ազատություն ռադիոկայանի հյուրն էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, թեման առողջապահական ապահովագրությունը, որը ներդրվելու է արդեն հունվարի 1-ից։